Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման է ներկայացված ոստիկանության ծառայության մասին օրենքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը նախագծով ըստ էության առաջարկում են կարգավորել 3 խումբ հարցեր։ Առաջինը եւ թերևս ամենակարևորն այն է, որ կադրային քաղաքականության փոփոխության մեր ընդհանուր սկզբունքների տրամաբանության մեջ մենք բարբերաբար փոփոխում ենք այն կարգավորումները, որոնք որ խոչընդոտում են կադրային քաղաքականության որդեգրված այն մոտեցմանը, որ ունի կառավարությունը ոստիկանության դեպքում, այն է ճկուն մեխանիզմների պայմաններում ներգրավել բարևարք պրոֆեսիոնալ կադրերի եւ բարբերաբար նրանց անցկացնել կրթական տարբեր խողովակներով, ըստ այդմ նաեւ զարգացնելով նրանց կարողություններն ու հմտություններն։ Այս պայմանությամբ ծառայության մասին օրենքը նախատեսում է, որ 18-ից 35 տարեկան անձինք են, որ կարող են հավակնել մուտք գործելու ոստիկանական համակարգ եւ վերին շեմի գոյությունը շատ հաճախ, երբ որ մենք ցանկանում ենք հասկանալ պատճառաբանությունը, հիմնավորումները նմանատիպ տարիքի նախատեսման, պիտի փաստեմ, որ չունեն այնպիսի հիմնավորումներ, որոնք որ մեզ թույլ կտան պահպանելու, շարունակելու պահպանելու այս կառուցակարգը եւ նաեւ միջազգային պրակտիկան եւ նաեւ ոստիկանական աշխատանքի փոփոխության միտումները մեզ թույլ են տալիս նշելու, որ կարեւորը որակն է, որակական հատկանիշներն են անձի, որոնք որ թույլ պիտի տան պետությանը ընտրելու, ֆիլտրելու եւ հետագայում արդեն ծառայության անցկացնելու ոստիկանության համակարգում։ Ըստ այդմ առաջարկում ենք վերին շեմը տարիքային 35 տարին դուրս բերել օրենսդրական կարգավորումներից եւ ըստ այդմ կենտրոնանալ անձի որակական հատկանիշների վրա, ֆիզիկական պատրաստականության վրա, կրթության վրա եւ ըստ այդմ տարբեր process-ների արդյունքում արդեն ընտրել կոնկրետ ոստիկանության ծառայողին։ Այս պայմանությամբ մենք ունենք համանման մեխանիզմ արդեն իսկ, որը որ պիտի դառնա համընդհանուր ոստիկանության ծառայության դեպքում, այն է իրականացնել բաց ընդունելության արդյունքում IQ թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման, հետագայում նաեւ հոգեբանի ներգրավմամբ իրականացված հարցազրույցի արդյունքներով արդեն ընտրել այն կադրերին, որոնք որ պիտի կրթական համապատասխան խողովակով անցնեն եւ մասը կազմեն ոստիկանության։ Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է համայնքային ոստիկանությանը։ Այս պայմանությամբ մենք բավական մեծ թվով թափուր հաստիկներ ունենք համայնքային ոստիկանությունում, շուրջ 700 թափուր հաստիկի մասին ենք խոսում ընդհանուր առմամբ այս ծառայության դեպքում, սակայն այս ծառայությունը կարևոր նշանակություն ունի համայնքի հետ ամենօրյա սերտ աշխատանքի, ոչ մեծ միջին ծանրության հանցագործությունների բացահայտման եւ առհասարակ պրոֆիլակտիկ աշխատանքների տեսանկյունից եւ քրեական ոստիկանության օրինակով առաջարկում ենք ունենալ բաց ընդունելություն, որտեղ որ թե քաղաքացիական անձինք եւ թե նաեւ ոստիկանության գործող ծառայողները կկարողանան մասը կազմել այս ընդունելության, բնականաբար անցնելով այն բոլոր ֆիլտրերով, որոնք որ ես քիչ առաջ վկայակոչեցի, եւ ըստ այդմ, եթե ներքին գործերի նախարարության կրթահամալիրում բարեհաջող կավարտեն կրթական process-ը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված եւ կշարունակեն ծառայությունը համայնքային ոստիկանության տեսանկյունից։ Եվ եթե թվական տվյալներով նշեմ այս տեսանկյունից, ի տարբերություն գործող մեխանիզմի, այս նախաձեռնությունը թույլ կտա շուրջ 250,000 ՀՀ դրամի չափով դրամական բավարարում ստացող ծառայողին արդեն ունենալ շուրջ 500,000 դրամական բավարարում։ Սա մի կողմից կբարձրացնի ծառայության գրավչությունը, բայց մյուս կողմից չի խոչընդոտի այն բոլոր սկզբունքների իրացմանը, որը որ մենք որդեգրել ենք։ Այն է ընտրել այն կադրերին, որոնք ունակ են իրականացնելու ոստիկանության առջև դրված խնդիրները եւ ըստ այդմ ստանալ արժանապատիվ վարձատրության հնարավորություն։ Ասեմ, որ սա մեկ անգամյա կիրառման process է լինելու, որովհետեւ հաջորդիվ արդեն գնալու ենք միասնական ընդունելության խողովակով, որը բարեկային ծառայության ընդունելության խողովակն է, բայց հաշվի առնելով դրա ժամանակատարությունը, այս պայմանությամբ սա որպես միջանկյալ միջոց, որը որ թույլ կտա մեզ կարգավորելու մեր ընթացիկ հարցերը, որդեգրել ենք այս մոտեցումը։ Եվ ատեստավորման համակարգից բխող մեկ այլ մոտեցում եւս, որը որ փոփոխում ենք, արդեն իսկ ընդունված օրենսդրական կարգավորումներով թույլ էին տալիս ընդունված աշխատակցին 6 ամիս անց միայն հավակնելու ատեստացիոն process-ին եւ ավելացնելու իր դրամական բավարարումը 6 ամսվա փոխարեն նախատեսում ենք 2 ամսվա կանոնը, որովհետեւ կարծում ենք սա եւս լրացուցիչ խթան կլինի ոստիկանության համակարգ մուտք գործող անձանց մոտիվացնելու եւ նաեւ պատրաստվելու ատեստավորման եւ ըստ այդմ բարձրացնելու բնականաբար ֆինանսական այն բաղադրիչը, որ կարող է ծառայողը ունենալ ծառայության անցնելու պայմաններում։ Թերևս հակիրճ այսքանը, պարոն վարչապետ, շնորհակալ եմ։